Երբ որ անհրաժեշտություն լինում հատկապես Արցախի ներկայությունը կամ Արցախի ներկա կամ նախկին պաշտոնյաների որևէ ձևով տարբեր գործերում ներգրավել, դրա համար հարմար հոդված կամ պատրվակ միշտ չարվում է, բայց ես կարծում եմ, որ այսօրվա այս խոզարկությունները երկու հիմնական պատճառ ունեն։ Առաջինը տեղյակ է, որ երեք ազգային ժողովը Արցախի խորհրդանական լսումներ էր կազմակերպել, որի հիմնական թեման վերաբերում էր արցախցիների վերադարձին, դրա հնարավոր ճանապարհներին եւ դրա շուրջ ստեղծված խնդիրներին, բավականին ներկայացական եւ բովանդակային լսումներ են տեղի ունեցել եւ ստեղծված իրավիճակում բնական է, որ հայաստանյան իշխանությունների այսօրվա վարքագծի եւ բառապաշարի պայմաններում բնականաբար որևէ ձևով իշխանության համար չէր ընկալվելու։ Երկրորդը դրան զուգահեռ Փաշինյանի ոչ առաջին անգամ, բայց նաև երեք Գերմանիայում հնչեցված հայտարարություններն էր, ինչ է անում Հայաստանի իշխանությունը, նախ արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումը, իրացման հետ կապված հարցերը, ինչպես նաև արցախցիների իրենց բնորոշ վերադարձի հարցը, նախ բերեց հավասարացվեց այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի տերմինաբանությանը, որը բացարձակ անհեթեթ է եւ արհեստական ստեղծված հասկացություն էր, եւ երկրորդը Հայաստանի իշխանությունը փորձում է Ադրբեջանի համար ականջահաճո, նրանց քիմքին հաճելի գործողություններ իրականացնել, ցույց տալու համար, որ որևէ թույլ չի տալու արցախցիների իրենց վերադարձի հետ կապված կամ խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ որևէ աշխատանք իրականացնել։ Ես ձեզ ուզում եմ նաև հիշեցնել, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որը նաև դրված է արցախցիների Արցախ վերադարձի հիմնական ռազմավարությունում, բխում է միջազգային իրավունքից։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ 3 տասնամյակ Արցախ ունեցել է պետականություն, որը ևս եղել է միջազգային իրավունքի նման վրա, եւ ի դեպ նաև Հայաստանի իշխանությունների կողմից հրապարակված բանակցային գործընթացն է, դասակտեն են ցույց տալիս, որ հիմքում եղել է ինքնորոշման իրավունքը եւ դրա իրագործման գործիքակազմը եւ այս պայմաններում Հայաստանյան իշխանությունը ոչ միայն գնում է ադրբեջանական քաղաքականությանը համահունչ, այլ նաեւ խախտում է միջազգային իրավունքը եւ այս գործողությունները ամբողջությամբ տեղավորում են այդ ապօրինի վարքագծի մեջ։ Անկախ նրանից թե հետագայում հնչական կոմիտեին կամ տարբեր պաշտոնյաներ ինչ կհնչեցնեն, շատ ակնհայտ փաստ է, որ այսօր բոլորիս աշխարհի Բանականին այսօրվա գործողություններին նոր իրական գործի Որքան ես տեղյակ եմ, սա վերաբերում է Արցախում գործած հիմնադրամներին։ Դրա հետ կապված, եթե ես չեմ սխալվում, Արցախի նախորդ նախագահ Շահրամանյանն էր նույնիսկ իր նախաձեռնությամբ դիմել դատախազությանը, այնուհետև իրավապահ համակարգին, որովհետև այդ թեմայի հետ կապված բազմաթիվ լուրեր տեղեկություններ են արտասահման շրջանառում եւ Արցախի իշխանությունը իրենք փորձում այդ նախաձեռնությամբ ի վերջո հասկանալ, թե կա պրոբլեմ, թե չկա։ Որ այն ժամանակ, եթե այս գործին է ուզարկությունները վերաբերում, ես այդպես գիտեմ, իշխանությունները Արցախի այն ինչ որ ունեն, բոլոր փաստերը փոխանցել են Հայաստանի իրավապահ համակարգին, դա երևի 1 տարի առաջ էր, եւ այդ process-ում կարծես թե որևէ հիմք չկար Արցախի ներկայացնում որևէ խոզարկություն իրականացնել։ Դրա համար ես չեմ կարծում, թե այստեղ ունեցողը իրական process է եւ սա ես ավելի շատ տեսնում Հայաստանի իշխանությունների քաղաքականության շրջանակներում, որի մասին իրենք դեռ բարձրորոշ խոսում են, եւ սա զոր վերլուծություն չէ։ Որտեղ ասում են սեփականության իրավունքը վերացնելու հասնում են։ Դա առանձին խնդիր է, որը գտնվում է դատական ատյանում, դրա հետ կապված վիճիռ չկա։ Առաջին նիստը այդ թեմայով, եթե չեմ սխալվում, հաջորդ տարի մայիսին է նախատեսված, եւ ես չեմ էլ կարծում, որ գլխավոր խնդիրը շենքն է։ Կարևորը process-ի բովանդակությունն է։ Եթե Արցախի իշխանությունները այս շենքում չեն, մեկ այլ շենքում լինեն, դրանից որևէ իրողություն չի փոխվելու, որովհետև եթե Հայաստանի իշխանությունը ապօրինաբար փորձում է սահմանափակել արցախցիների
իրավունքները կամ դրանց վերականգնման ուղղված քայլերը, որոնք բացարձակապես օրենքի եւ օրինականության շրջանակներում են, դա լրիվ այլ պատմություն է եւ շենքի հարցը զուտ այստեղ երկրորդական խնդիր է։